Բարև ձեզ, Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել եմ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանին։ Պարոն Հարությունյան, շնորհակալ եմ, որ այսօր իմ տաղավարում եք։ Եվ սկսենք դեկտեմբերի 10-ից, այսօր Մարդու իրավունքների պաշտպանության օրն է։ Ինչպիսին են Հայաստանում մարդու իրավունքները։ Դրանք դեպի ուր են գնում, պաշտպանված են, պաշտպանված չեն։ Քանի որ ձեր լիազորությունները նաև դադարեցված է, կարծում եմ շատ ավելի ազատ կլինեք խոսել այս թեմայով։ Շնորհակալ եմ հատկապես այս խորհրդանշական օրը ինձ հրավիրելու համար։ Թե արդյոք մարդու իրավունքները պաշտպանված են թե ոչ, նաև ես հատկապես այդ համատեքստում կցանկանայի խոսել դատարանների անկախությունից։ Եթե դատարանները լինեն անկախ, գործեն սահմանադրությանը համահունչ, առավելապես կամ մեծամասամբ, ապա մարդու իրավունքներն էլ կլինեն պաշտպանված եւ այս առումով հպարտանալու, խոսելու առիթները ավելի շատ կլինեն։ Բայց քանի դեռ ունենք խնդիրներ ու Հայաստանի բնորոշ խնդիրներ ունենք, ոչ թե համաշխարհային վիճակին համահունչ, պետք է նախ նշեմ նաև, որ ընդհանրապես այսօր կարծես թե մարդու իրավունքները ոչ միայն մեզանում, Հայաստանում, այլ նաև շատ եվրոպական երկրներում, այս վերջերս նաև ականատես եղանք ԱՄՆ-ում, կարծես թե ինչ-որ նահանջ է ապրում, դատական անկախությունը կամ իշխանությունը համատարած կարելի ասել ինչ-որ համաճարակի մեջ է կամ ինչ-որ վիրուս է պատել, որ կարծում եմ թե ուշ թե շուտ կնահանջի, ինչպես մյուս վիրուսները նահանջեցին։ Եվ կոնկրետ մեր երկրում այդ մասին խոսելով կարծում եմ ամեն դեպքում ես լիահույս եմ, որ ուշ թե շուտ մենք ունենալու ենք անկախ դատական համակարգ համեմատության մեջ եւ ըստ այդմ էլ կլինեն մարդու իրավունքները պաշտպանված։ Անկախ դատական համակարգի եւ դատարանների շղթան շատ հասկանալի էր, որովհետեւ առանց մեկը մյուսի չեն կարող լինել եւ հենց դատարաններին Հայաստանի բարձրագույն դատական ատյանը, Սահմանադրական դատարանը երկու անգամ ձեր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում է կայացրել, որոնք վերաբերել են կարգապահական վարույթին, բարձրագույն դատական խորհրդի որոշման վերաբերյալ, որով դադարեցվել են ձեր լիազորությունները եւ Սահմանադրական դատարանը վերանայման վերաբերյալ որոշում էր կայացրել բարձրագույն դատական խորհուրդը, որը չկատարեց, սակայն պարտական էր եւ պարտավոր էր կատարել օրենքով սահմանված կարգով եւ երկրորդ անգամ նորից Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ այդ որոշումը Սահմանադրական դատարանի որոշումը բարձրագույն դատական խորհուրդը ձեր մասով չի կատարել։ Մենք այս կոնտեքստում ենք խոսում նաեւ մարդու իրավունքներից, երբ մեկ դատարանում խախտվել են դատավորի իրավունքները։ Այս խառը փաթեթը ինչպես կնկարագրեք եւ ինչու է այսպես լինում։ Ինչպես կարող է բարձրագույն դատական խորհուրդը չկատարել Սահմանադրական դատարանի որոշումը։ Այդ տեսականոն ու պրակտիկ հնարավոր չէր թվում, բայց դե անցյալ տարի բարձրագույն դատական խորհուրդը այդպես վարվեց։ Այդպես վարվեց ի հեճուկս գործող օրենսդրության, սահմանադրական դրույթների եւ Սահմանադրական դատարանը շատ պարզ, մատչելի, կարելի ասել դպրոցականների համար հասանելի տեքստով գրեց այն, ինչ որ պարզ էր բոլորին, մասնապես այն, որ Սահմանադրական դատարանի որոշումները անհապաղ, անվերապահորեն ենթակային կատարման, ու հատկապես ենթակային կատարման պետական մարմինների ու մասնավորապես ու հատկապես բարձրագույն դատական խորհրդի համար։ Ոստեղ խնդիրը Սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե վերաբերվում էր օրենսդրական բացին, հակասահմանադրական օրենքին, այլ հենց օրենքի իրավակիրառ մեկնաբանությանը, սխալ իրավակիրառ մեկնաբանությանը, որը հերթական անգամ թույլ էր տվել ԲԴԽ-ն, բարձրագույն դատական խորհուրդը։ Հիմա այս պահին նաև տեղեկացնեմ, որ քննվում է իմ դիմումը, հերթական դիմումը վերանայման, երևի թե ամսի 12-ին, դեկտեմբերի 12-ին կհրապարակվի բարձրագույն դատական խորհրդի որոշումը, որը կապված է վերանայումների հետ։ Ենթադրում եմ ըստ Սահմանադրական դատարանի որոշմանը համահունչ այս անգամ արդեն, ինչպես նաև վարվեցին մյուս դատավորների դեպքում, պարոն Անտոնյանի եւ Ստեփանյանի դեպքում, կկայացնեն նախկին որոշումները վերացնելու մասին համապատասխան որոշումներ եւ կարծում եմ, թե այս անգամ բախտ կվիճակվի բարձրագույն դատական խորհրդին հանդիպել դատական նիստերի դահլիճում։ Եվ
կքննարկվի հերթական կարգապահական վարույթը իմ վերաբերյալ։ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է կայացնի իր նախկինում կայացած 1 կամ 2, առնվազն 1, ես ենթադրում եմ 2, քանի որ իմ վերաբերյալ 2 որոշում էր եղել, մեկը կարգապահական պատասխանատվության ենթարկելու, մեկը սահմանադրական դատանի որոշման պահանջները չկատարելու, չվերանայելու մասին որոշում էր կայացրել, այդ 2 որոշումներն էլ իրենք իսկ կվերացնեն եւ արդեն ելնելով պարոն Ստեփանյանի եւ Անտոնյանի նախադեպերից կրկին կքննարկվի կարգապահական միջնորդությունը, որը դեռևս 2 տարի եւ ավելի առաջ ներկայացրել նախարարը Արտադատը։ Նորից քննարկվելու է Գրիգոր Մինասյանի միջնորդությունը, պարզապես այս անգամ Գրիգոր Մինասյանը չէ եւ Կարեն Անդրեասյանը այլևս ԲԴԽ նախագահ։ Հայաստանում որքան էլ որ սահմանադրորեն մարմիններն անկախ պետք է լինեն, այնուամենայնիվ դուք էլ բազմաթիվ ձեր հարցազրույցներում նշել եք, մենք գիտենք, որ դա այնուամենայնիվ 100% անկախություն չէ։ Անձը փոխվել է, հա, բարձրագույն դատական խորհրդի նախագահը, այլևս Կարեն Անդրեասյանը չի։ Ինչու է հապաղում Աթաբեկյանը իրականացնել սահմանադրական դատարանի որոշումը։ Թե սա մի գծով որոշումը եւ անձերը որևէ դերակատարում չունեն։ Ի վերջո այնտեղ էլ իրենց օրոք Սահմանադրական դատարանի նախագահ նշանակված Դիլանյանն է։ Այստեղ կոնկրետ եթե պատասխանենք ԲԴԽ-ի մասով, այստեղ թե հա կարող ենք ասել Կարեն Անդրեասյանը փոխվել է, բայց այդ որոշումը կայացրել են թե Աթաբեկյանը, թե այլ ԲԴԽ անդամներ, կոնկրետ իմ մասով որոշումը մասնավորապես, ովքեր այն ժամանակ են պաշտոնավարել։ Այդ հակասահմանադրական որոշումները, որով սահմանադրական դատարանի 2 անգամ խախտումը թույլ տվել, այլ դատավորների մասով նաև էլի սահմանադրական դատարանի արձանագրումներ կան խախտումներ թույլ տալու, դատավոր Անտոնյանի վերաբերյալ ունենք եվրոպական դատարանի որոշում, այդ բոլոր որոշումների կայացմանը մասնակցել են նաև այն անդամները, որ այսօր նաև պաշտոնավարում են, կամ դրանց մի մասը, թեև վերջիններս փորձում են տարանջատվեն, որ ասեն թե հիմա իբր թե նոր կազմ կա, բայց այդ կազմը ըստ էության անփոփոխ է։ Այնտեղ 1-2 հոգի է փոփոխության ենթարկվել, բայց ընդհանուր եթե լինեին անկախ, ապա համոզված եմ այնտեղ թե այն ժամանակ բացառությամբ 1-2 հոգու, թե հիմա որևէ դատավոր կամ ԲԴԽ ոչ դատավոր անդամ չէր կայացնի ու չէր ցանկանա, հիմա էլ չի ցանկանում կայացնել այն որոշումները, որոնք պետք է կայացնեն։ Մասնավորապես Անտոնյանի եւ Ստեփանյանի դեպքում ինչ որ կայացրեցին։ Ես համոզված եմ բոլորն էլ չեն ցանկացել կայացնել այն որոշումը, ինչ որ կայացրեցին, մասնավորապես անփոփոխ թողնեցին 2 տարի կամ 1 տարի առաջված կայացված որոշումները։ Ու հատկապես դա այն որոշումներն են, որ մասնավորապես Ստեփանյանի մասով 3 դատավոր, այս դատավոր անդամ կայացրել էին հատուկ կարծիք էին ներկայացրել, հայտնել ու ստացվեց, որ առանց բովանդակային քննարկման արդեն այս վերջի process-ին այդ հատուկ կարծիքները վերացան, օդս ցնդեցին։ Հիմա այս նոր որոշումը նայում ենք, ուզում ենք տեսնենք այդ ինչ տեղի ունեցավ, որ իրենք իրենց հատուկ կարծիքից հրաժարվեցին, հիմա չենք հայտնաբերել այդպիսի որևէ նշում որոշման մեջ։ Այսինքն սա ինքնին արդեն խոսում է նրա մասին, որ այս մարդիկ իրենց կամքով չեն այդ որոշումները կայացնում։ Իմ կարծիքը դա է։ Եթե մարդ հատուկ կարծիք ունեցել մի տարի առաջ, մի հարցի վերաբերյալ, ու որևէ բան չի փոխվում, ինքը կարծիք է փոխում, կամ գոնե պետք է ասեն այն ժամանակ ենք սխալ, կամ հիմա։ Բայց շո պատճառաբանություն պետք է լինի, որ մարդը կարծիք է փոխում։ Բայց եթե տենց է, ուրեմն նշանակում է արտաքին ազդեցություն։ Ես ուզում եմ անդրադառնանք նաև մի դրվագի Անտոնյանի գործով, երբ ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց եւ այդ որոշումը մամուլում եւ բազմաթիվ անձանց կողմից խայտարակություն որակվեց, որովհետեւ վերաբերում էր կոնկրետ անձի Կարեն Անդրեասյանին եւ Գրիգոր Մինասյանին, որ այն ժամանակ արդարադատության նախարար էր, նրանց հարաբերություններին էր անդրադարձել, որոնք գործնականից դուրս էր որակել Եվրոպական դատարանը եւ որոշակի նամակներից հետո, երբ Կարեն Անդրեասյանը արդեն հրաժարվեց բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից, եղավ նրա, այսպես ասած, ավելի հնչեղ վերադարձը միջազգային իրավական կառույցներում ՀՀ ներկայացուցիչն է Կարեն Անդրեասյանը։ Ոնց է պատտվում Հայաստանում այդ պտույտը, կամ հիմա ձեր ՄԻԵԴ բողոքների պարագայում այն բողոքում ուղղված այդ անձին Հայաստանի ներկայացուցիչը Կարեն Անդրեասյանն է, այստեղ ինչպես են իրավական հարաբերությունները կարգավորվում։ Ես ճիշտ ասած
իմ համար այդքան էլ անկարելի չի, թե ինչպես է դա հնարավոր լինում, որ ասենք 3 տարվա մեջ մարդը ասում է ես քաղաքական գործունեությամբ եմ զբաղվում, նախարար եմ, պայքարելու եմ դատավորների դեմ, մինչև վերջի շունչը սենց եմ անելու, նենց եմ անելու ու հետաքրքիր այդ Անտոնյանի լիազորությունները, որ դատված են մի օրենքի հիման վրա, որը դատավորների կողմից քննադատվել էր, գրություններ էր ուղարկվել դրա ընդունման անթույլատրելիության վերաբերյալ։ Նույն Կարեն Անդրեասյանը այդ կապակցությամբ իր վրդովմունքը հայտնելով նշել էր, որ ուղարկել են Վենետիկի հանձնաժողով այդ օրենքի փորձաքննության։ Եվ Վենետիկի հանձնաժողովից եկել էր մի կարծիք, որ վերջնամասն եմ ասում, շատ խիստ քննադատություն էր պարունակում, որ այս օրենքի ընդունումը հղիա մի այդ որոշումներով ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Բայց դա Անդրեասյանն եւ իր գործընկերներին հետ չպահեց, այդ օրենքը ընդունեցին ու ստացվեց արդեն ինքը գնաց Վարչագույն դատական խորհուրդ, որպես դատավոր էր հանդես գալի կարծես թե կայացրեց այդ որոշումը, այդ նույն այդ դատական նիստում էլ տարբեր քաղաքական հայտարարություններ արեց, դրանից հետո մի հատ խախտում ճանաչեց, հիմա եկանք էլի Բարձրագույն դատական խորհուրդ, ասում են չէ, նորմալ է, ու այնտեղ խնդիրը նաև Վենետիկի հանձնաժողովի արձանագրումը նայում էր, որ անձի վիճակը վատ թարացնող օրենք, ռետրոակտիվ օրենքներ հնարավոր չի ընդունել։ Սանում էր կայանում, ու էլի Բարձրագույն դատական խորհրդի որոշում բացում ես, դրան անդրադարձ չկա։ Այս այն ինչ որ Վենետիկի հանձնաժողովն էր արձանագրել, այն որ Միեդը ինձ թվում է դեռևս չէր արձանագրել, բայց կարձանագրի, քանի որ Միեդի խախտումը, որ Անտոնյանի իրավունքների խախտումը արձանագրել էր, վերաբերել էր մասնավորապես նախարարի ու Կարեն Անդրեասյանի այդ գործնական հարաբերություններից դուրս սահմանումների գործնական, այո, գործընկերային հարաբերություններին, որ դա անթույլատրելի է, որ երբ որ դատախազն ու դատավորը իրար հետ համատեղ ընդհանուր բիզնես ունեն։ Իրանք իհարկե դա երևի մի ճորս էլ պատճառաբանում են, որ իրենք տարբերվում են մյուսներից, իրենք հանրային շահով են առաջնորդվում, իսկ օրենքը երևի գրվել է մյուս մասնավոր շահերով առաջնորդվող պաշտոնյաների համար, ու հիմա երևի թե հետաքրքիրն է նաև այս Բարձրագույն դատական խորհրդի վերջի որոշումներով արձանագրումներն է, որ կարծես թե չեն նկատել, թե Միեդը ինչպես է դա բնութագրել։ Նշում են, ինչ վերաբերվում է Մինասյանի եւ Անդրեասյանի ընկերական հարաբերություններին, չեն գրում բիզնես հարաբերություններին, չգիտեմ, այդ կոմերցիոն հարաբերություններին։ Ընդհանուր շահ են հետապնդում վերջը այդ եւ իրենց նպատակը կանում է վերջնականն անում, որ թե արձանագրեն, որ տեսեք, թե այն ժամանակ էլ հիմա մենք չկանք, էլ այս նույն որոշումներն են կայացվում։ Այդ կապակցությամբ իրենք իրենց սոցիալական ցանցերում շնորհավորում են, դատավորներից ներողություններ են ակնկալում։ Մի խոսքով պրոցեսները ընթանում են, սպասում ենք, տեսնենք ինչ որոշումներ կկայացվեն։ Դուք հիմա Միեդում դիմում ունեք։ Այո, ընթացիկ դիմում կա, 2 գանգատ եմ ուղարկել, այդ գանգատները միացվել են իրար։ Համապատասխան փուլ է հիմա ընթանում, կարծում եմ նաև Բարձրագույն դատական խորհրդի նիստից հետո նոր բողոքի առիթ կունենանք։ Իհարկե չեմ ցանկանում, բայց Որն է։ Հերթական անգամ կարծում եմ խախտումների փունջ կմատուցեն եւ նոր բողոքների առիթ կտան, որը ինչքան էլ անցանկալի է։ Հիմա այդ մարդիկ երբ այդ խախտումների փունջը մատուցում են, ինչպես նաև մենք վերնագրեր ենք գրում, որ դարձյալ անդրադարձել է Սահմանադրական դատարանը դատավորի առնչվող խախտումներին։ Ի վերջո, ինչքան է այդ կծիկը պտտվելու։ Ինչքան կարող են, տեսեք, կան որոշումներ, որոնք պետք է պարտադիր վերակատարվեն, չեն կատարվում։ Հիմա վերջը ինչ է լինելու։ Տեսեք, հիմա այն որ Սահմանադրական դատարանը դատավորների մասով, առնվազն 2-3 դատավորի մասով կայացրեց արդարացի սահմանադրությունից բխող որոշումներ, դա ոչ միայն այդ դատավորների համար էր այդ որոշումները, կարծում եմ նաև հենց Բարձրագույն դատական խորհրդի այդ անդամների դատավոր եւ ոչ դատավոր անդամների համար էր։ Առնվազն դա նրանց համար մեծ շանս էր իրենց նախկինում արած թույլ տված խախտումները, սխալները ուղղելու համար։ Բայց նրանք կարծես թե անհաղորդ են այդ մասով եւ ինձ թվում է մի գիծ ունեն, որ ամեն դեպքում պարոն Անդրեասյանի գլխավորությամբ
մինչև վերջ իրենց տեսակետները պնդեն, անկախ նայած համանդրական դատան ինչ կասի, անկախ նայած եվրոպական դատան ինչ կասի։ Եվ հիմա տեսեք ինչ իրավիճակ է, եթե այստեղ իրանք այդ որոշումները կայացնելով ոչ թե կոնկրետ դատավորների իրավունքների դեմ են ոտնձգում, այդ սխալ որոշումները, այլ նաև առաջին հերթին այդ ինստիտուտի դեմ են ոտնձգում, բարձրագույն դատական խորհրդի, ու որ ասենց գնաց իմ տպավորությունը նրանում է, որ այդ վերանայման ինստիտուտն էլ առանձին արժեզրկելու են եւ ունենալու են գերեւի այդ համապատասխան արձանագրումները։ Իսկ երբ որ այդ արձանագրումներն եղան, մասնավորապես եվրոպական դատանի կողմից, ապա այլ վերանայման անհրաժեշտություն չի լինելու։ Ու տես դատական պրակտիկա կա։ Եղել է տես դեպք, օրինակ Ուկրաինայի դեպքում այդ հայտնի Ալեքսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի գործով, երբ որ եվրոպական դատարանն ասել է, որ այդ կոնկրետ այդ երկրում բարձրագույն դատական խորհուրդ պատճառ չկա, հետեւաբար վերանայման անհրաժեշտություն էլ չկա։ Ու ես ոնց հասկանում եմ, իրանք հաստատուն քայլերով դրան են տանում, որպեսզի տարբեր միջազգային մարմինների, ատյանների, մասնավորապես նաև եվրոպական դատանի արձանագրում ունենանք առայն, որ Հայաստանում այս ինստիտուտը պատշաճ չի ուղղակի։ Որովհետև հնարավոր չի իրենց համար են բարձրագույն, ինչպես են բարձր դատարան, ու այլ իրական բարձր դատարանների որոշումները ուղղակի անտեսեն կամ չկատարեն։ Սրանում է էությունը։ Բայց այս պարագայում ինչու է սահմանադրական դատարանը ոչ միակարծիք բարձրագույն դատական խորհրդի հետ։ Որտեվ գիտեք, ինչի համակարծիք չի, որովհետև առնվազն եմ ասում, շատ բարձ հարցեր է բարձրացվել սահմանադրական դատարանում, շատ բարձ պատասխաններ է ստացվել։ Առնվազն այդ պատճառով։ Եթե օրինակ Ստեփանյան Արտուրի պայմաններում, երբ որ 21 թվականից ասում ենք հնարավոր չի 5 անդամով որևէ դատավորի լիազորություն դադարեցնենք, իրենք դա պատճառաբանում են, թե մենք արձակուրդ գնալու խնդիր ունենք, չգիտեմ, ինչ-որ տարբեր բաներ էին ասում եւ հետեւաբար սա շատ լավ էլ օրենք է։ Սա շատ ակնհայտ էր, ասենք հատուկ մասնագիտական գիտելիքներ չունեցող մարդիկ էլ ասում են, որ սա հակասահմանադրական նորմ է։ Սա չի կարող սենց ընդունվի։ Նրանք ընդունեցին։ Ստեփանյանի լիազորությունները 5 հոգով դադարեցրեցին։ Բացառապես այդ ոչ դատավոր անդամներով, չհաշված մեր պարոն Դանիելյանը երևի Արմեն։ Այդ մյուս առումով, ասենք իմ գործը, հիմա որ մի առաջի կուրսի իրավաբանի համար պարզ չի, որ անձը դատանում պետքա լսվի։ Որի համար պարզ չի, որ չի կարելի կողմի հետևից դուր փակել, փաստաբաններին չթույլատրել մասնակցել։ Ինչ որ ի վերջո այդ ամենը ինչու էր անում։ Բռնություն կարծում եմ նաև փորձի պակաս ուներ։ Նաև մեծ մասամբ ինձ թվում է այս փորձի պակասին եմ դա վերագրում բարեխոսության կանխավարկածով առաջնորդվելու դեպքում։ Դա իմ համար միջև հիմա անհասկանալի է։ Այսինքն Կարեն Անդրեասյանը, որը տարբեր տարիների պաշտոններ էր զբաղեցրել, չգիտեր, որ անձը պետք է դե թեկուզ մարդու իրավունքների պաշտպանի, որ անձը պետք է կարող է լինել շատ մարդու իրավունքների լուրջ մասնագետ, բայց որևէ դատավարության երբևէ կյանքում մասնակցած չլինես որևէ կարգավիճակով։ Ու դժվար է դատավարագետ լինելը, դատավարություններ իրականացնելը մի քիչ այլ է ինձ թվում է։ Կամ նաև այլ հատկանիշներ են հարկավոր, բայց առնվազն դրանց բացակայությունը երևի թե կար։ Իսկ հետևում եք դատական բարեփոխումներին Հայաստանում, որոնք իրականացվում են տարբեր ծրագրերով։ Նույն թեկուզ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու մասով տարբեր ինչ կասեք, ուր ենք։ Վերջի տարիներին փոխանակայի հենց այդ ծանրաբեռնվածությունը թույլատնելու միտված բարեփոխումներ անեն։ Այլ են բոլոր փոփոխությունները, որոնք ուղղված են եղել դատավորների պատասխանատվությունը բարձրացնելուն։ Այսինքն, օրինակ դատավորի մոտ քրեական գործերով կա 200-300 գործ ու դատավորին տալել են պատասխանատվության են ենթարկվել։ Ընդունել են բարձրագույն դատական խորհրդում կանոններ, գործերի տևողության չափանիշներ, հիմք են ընդունել ԱԲԱ կանոնները, որը American Bar Association-ի այդ ընդեղի կանոններն են, որոնք ընդհանրապես համահունչ ու համադրելի չեն մեր պրակտիկայի հետ։ Ասենքն ասենց ինչ-որ կանոններ են ընդունել, դատավորներին պատասխանատվության ենթարկել, հենց վերջերս լսեցի, որ իբր ուզում էին ինչ-որ դատավորներին պարտադրեին օրագրեր լրացնեին։ Իհարկե այդ մասով դատավորները գիտեն, որ շատ խիստ ներքին արձագանք են հղել,
համապատասխան առարկությունները ուղարկել են, դա հարկաստու եւի մոռացան այդ նախագծի մասին։ Չգիտեմ, հաշվետվողական բոլորը, օրինակ հիմա տեսեք, այս նաեւ ակտուալ ասեմ, բարձրագույն դատական խորհուրդը միշտ ընդհանրապես համացությամբ ինչի համար կոչված դատավորների անկախությունը պաշտպանելու։ Կարող ենք լսել, ինչպես քաղաքական գործիչներից ենք լսում, հաշվետվողականության բարձրացում, չգիտեմ, պատասխանատվության բարձրացում, հստակեցում, բայց ոչ մի քայլ անկախության բարձրացմանը միտված։ Իսկ ծանրաբեռնվածության մասին ընդհանրապես չեն հոգում։ Իսկ եթե մենք իրականում որակյալ անկախություն ենք, որակյալ արդարադատություն ենք ուզում, դատարանների անկախություն ենք ուզում, դա պետքա ուղղակի կադրերն ավելացվեն։ Գործող, հատկապես ես քրեական արդարադատության մասով կարող եմ ասել, այս գործող օրենսդրության պայմաններում այս գործող դատավորների թիվը ուղղակի համահունչ չի ընդհանրապես։ Ցանկացած դատավորի կարելի է ոչ թե անհիմն, այլ ուղղակի պատասխանատվության ենթարկել։ Ժամկետների խախտման կամ չգիտեմ անզգուշության համար, որովհետև հնարավոր չի, ես որպես նախկինում աշխատած դատավոր ասում եմ, եթե դատավորի վարույթում կա առավելագույն 100-ից ավել գործ, 100-ն էլ է շատ ծանր։ Այդ արդեն այդ դատավորից իրականում ակնկալել արդարադատություն որակյալ ժամանակին պատշաճ, դա ուղղակի հնարավոր չի։ Բայց այդ հիմքով էլ լիազորություններ նշեցիք դադարեցնին Դանի Բեկյանինը գործը ձգձգելու մասով։ Օրինակ բերեցի մեկ այլ դատավորի, որ առանձնացրել Արագերտը։ Միսակյանինը, այո։ Այո։ Էլի քաղաքացիական գործերով այն ինչ որ ասում եմ, թվերի տարբերությամբ, եթե քրեականում 100 գործ, այնտեղ կարող է 500 գործ։ 500 եւ ավելի, ես համամասնությունը հստակ չեմ կարող ասել, համեմատել ծանրաբեռնվածություն, բայց նույն տրամաբանությունը նաեւ քաղաքացիական գործերով դատավորների մոտ է։ Պարոն Հարությունյան, դուք 12 եւ ավելի տարի դատավոր եք։ Ինչ եք կարծում, այս ամեն արդեն 2 տարուց ավելի է ձեր լիազորությունները դադարեցված են, տարբեր այցաններ եք դիմում, որոշումներ կան եւ այլն։ Ի վերջո ձեզ հաջողվելու է վերականգնել ձեր լիազորությունները։ Այս մոտավորապես նույն հարցը ուղղվել էր պարոն Անտոնյանին, բարձրագույն դատական խորհրդի դիմաց, շատ լավ պատասխան տվեց, ասեց ես անել եմ ամեն ինչ որ պարտավոր եմ ու հնարավոր է, ինչ լինում է թող լինի։ Բնական է, այդ շատ դուրս եկավ ու այդպես էլ երևի կպատասխանեմ։ Ես համոզված եմ, որ արդարությունը վերականգնվելու է, արդարադատություն տեղի ունենալու է։ Իսկ թե երբ, դա արդեն երկրորդական է։ Շնորհակալ եմ պարոն Հարությունյան, մեզ դիտողներին հիշեցնեմ, որ իմ հյուրը լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանն էր։